ամեն ժամ չի լինում այնպիսի հարմար պահ, որ մարդուն պատմես Քրիստոսի մասին, փրկության գործը ներկայացնես։ Թեև մարդը պետք է արթուն լինի հնարավորության դեպքում ամեն պահը օգտագործի, բայց կան առավել հարմար պահեր, որոշիչ պահեր, որ մարդու կյանքի համար շատ կարևոր պահ է, բայց որ արթուն չեղավ հոգևորը, այդ պահը կկորցնի, հետո շատ կփոշմանի։ Իմ կյանքում հանդիպել են դեպքեր, որ թե զանգով, թե ուղղակի մարդկանց հանդիպել եմ, խոսել, եւ դա իրականում իրենց համար որոշիչ է եղել։ Նույնիսկ Աստված միտք է տվել խոսեմ այնպիսի պահ, այնպիսի հարց, որ մարդը ուղղակի մտածի, որ չգիտի երբ կվերցվի այս երկրավոր կյանքից, պատրաստի իր անձը փրկություն ունենալու, պատրաստի իրենք, այսպես ասած, Քրիստոսին Տեր ընդունած գնա այս աշխարհից։ Եղել է նույնիսկ խոսել եմ երիտասարդ մարդկանց հետ, նույնիսկ խոսելու պահին ես համոզված, որ Աստծով եմ խոսում, թեև այդ պահը, որ անցել ես, ասում ախր ինչի այսպես խոսից այս երիտասարդի հետ, պատրաստիր քեզ, Հիսուսին հանձնի կյանքը, չգիտես ինչքան ես ապրելու, ինչու ես այսպես խոսեցի այս երիտասարդի հետ, կարծես այս մարդուն արդեն ճամփում եմ երկինք, դու միասա այդպես էլ կար, 2 ամիս հետո գնաց երկինք այդ երիտասարդը։ Հանկարծակի, այսինքն տարանծառայության կար ժամանակ հետո պատերազմի դաշտ եւ փաստորեն դա պատճառ էր դարձել, որ խոսեր Աստծո հետ եւ իր զանգերի ժամանակ, որ հոգեւորների հետ խոսում էր այս հարցով, աղոթեք, որ ես ապաշխարեմ։ Պատկերացնում եք, մենք էլ չգիտենք վաղվա օրը մարդկանց, մեր հարազատների, գնում են այս կյանքից, ասում են, վայ, ախր առիթներ է եղել, որ պիտի խոսեի այդ մարդու հետ, ոնց եմ բաց թողել։ Ողորմի Տերը մեզ արթուն լինենք, դուք եք փրկության ճանապարհը խոսողը, հայտնողը, մարդկանց լուսավորողը։ Համառոտ պատմեմ փրկչի կատարած գործի այդ կարողության մասին, շատ համառոտ ասեմ կարճ, երբ որ Ադամը մեղանչեց, հիշում եք, մեղ գործեց, մեղքը մտավ Ադամի գործած մեղքով, մեղանչելով մտավ մեղքաշխար եւ այդ մեղքով մահը տիրեց ողջ մարդկության վրա։ Աստված խոստացավ Ադամին, որ կնոջից ծնվածը կջախջախի օձի գլուխը, որի դրդմամբ մեղանչեցին, հաղթություն կշնորհի մարդկությանը։ Ադամ այս խոսքը փոխանցում էր սերնդեսերունդ, այս խոստումը մարդիկ գիտեին մեկը պիտի ծնվի, որ միայն մայր պիտի ունենա։ Երբ որ Աբրահամի ժամանակներն եկավ, Աբրահամի հետ խոսեց Աստված, որ քո սերնդից պիտի ծնվի խոստացված փրկիչը։ Եվ գիտեք Աբրահամի սերունդից, Աբրահամի որդի Դավթի որդու սերունդից Հովսեփի կնոջից ծնվեց Գույս Մարիամից ծնվեց Քրիստոսը աշխարհի փրկիչը։ Սա ինչի եմ այսպես համառոտ հիշեցնում, որ երբ որ մենք վկայում ենք, պետք է հաշվի առնենք, որ Քրիստոս ամեն մարդու փրկիչն է, ամեն մարդու հարազատ փրկիչը, Տերը։ Ասենք ժամանակների մեջ, երբ որ Նոյից հետո ազգերը բաժանվեցին, դա չի նշանակում, որ ազգերը բաժանվեցին, ամեն մեկ իրենց հայր կոչվածներից մեկը մի մոլոր ուսմունք հանեց, իբրև հոգևոր կրոնական ինչ-որ մի առաջնորդություն, դա դառավ իրենց ազգայինը, ոչ, այն որ սկզբից խոստացված էր բոլորի համար էր, ամեն մարդու համար էր Քրիստոսի աշխարհ գալը, նա բոլորի փրկիչն է, եւ Աբրահամը երբ որ զավակ ունեցավ, այդպես էլ ասում է, որ բոլոր ազգերը քեզանով կօրհնվեն, այդ որդովը, երբ որ խոսում ենք, վկայում ենք, պետք է նաեւ սա հիշենք, այնպես խոսենք, որ մարդը տեսնի, որ օտար մեկը չի Քրիստոսն իր համար, հենց իր փրկիչն է, անկախ իր ազգությունից, Քրիստոսն իր փրկիչն է, որ նաև
խոսվում է առաջին Կորինթացիս 11-րդ գլխում, 15-րդ գլխում, 21 համարում հիշեցվում է այն պահը, ասում է մարդով եղավ մահը, մարդով էլ մեռելների հարությունը։ Մահվան դեմ այդ պատասխանը Քրիստոս տվեց։ Նա ծնվելով մարդուց արդարության պահանջը կատարեց։ Մարդով եղավ մահը։ Այդ մահվան դեմ հաղթությունն էլ մարդով պիտի լիներ։ Սրանք վկայության լուրջ թեմաներ են, որ մենք պետք է մեր սրտում ունենանք։ Ուշադրություն դարձրեք, երբ որ Քրիստոս խաչվում էր, նրա աջ և ձախ կողմերին խաչվում էին ավազակներ, խաչված էին։ Եվ որոշ ժամանակ հետո խաչվածներից մեկը սթափվեց և սկսեց Քրիստոսի մասին խոսել, ընկերոջ ասում է, չես վախենում Աստվածանից, որ դու անարգում ես այս մարդու, որ նա սուրբ է, բայց մենք մեղավոր։ Եվ դարձավ Տիրոջն ու ասեց, Տեր, ինձ էլ հիշիր քո արքայությունում։ Այս մարդուն վկայվել էր փրկության մասին, Հիսուսի մասին, նա լսել էր Քրիստոսից, լսել էր մարդկանցից Քրիստոսի մասին և ուշադրություն դարձրեք այդ տառապանքի, տանջանքի մեջ ինչ վկայություն էր ստացել հիմք վկայության, որ կարևորի համար էր աղոթում։ Շատ մարդիկ դժվարությունների մեջ ուզում են ուղղակի դժվարությունից փրկվեն, բայց այս խաչված մարդը խնդրում էր Հիսուս, որ գաս քո թագավորությունով, ինձ էլ հիշիր։ Այսպես ասած, նպատակս ինչ էր այս օրինակը հիշեցնելու, որ մեր վկայության գլխավոր նպատակը պետք է այնպես լինի, որ մենք այնպես խոսենք մարդկանց հետ, Քրիստոսի փրկարար գործ այնպես ներկայացնենք, որ մարդը կարևորի մասին մտածի, իր ապագայի կյանքի մասին մտածի, հավիտենական կյանքի ամենակարևոր հարցը, Աստծո հետ լինի հավիտյան։ Պատկերացրեք, դու վկայած լինեիր աչի վրա խաչված այդ ավազակին և քո վկայությունը այնպիսի առողջ լիներ, որ այդ մարդը վկայությունից դրդված այդպես աղոթեր. Տեր, երբ որ գաս ինձ էլ հիշիր։ Աստված միտք տա մեզ, օրհնի մեզ։ Պողոս առաքյալը այսպիսի խոսք է ասում Կորինթացիս երկրորդ նամակը Կորինթացիս 4-րդ գլխի 13-14 համարներում, երկրորդ նամակն է Կորինթացիս 4-րդ գլխի 13-14 համարը, բայց միևնույն հավատքի հոգին ունենալով, ինչպես գրված է, հավատացի և նրա համար խոսեցի, մենք էլ հավատում ենք և սրա համար էլ խոսում ենք, գիտենալով, որ Տեր Հիսուսին հարուցանողը մեզ էլ Հիսուսի հետ կհարուցանե և ձեզ հետ իր առաջին կկանգնեցնե։ Սա մի կենդանի հավատք է, որ մարդը պետք է ունենա, և հավատացողը, որ խոսում է, իսկապես նրա խոսքը ազդեցիկ է, հասկանալի։ Կարող է մարդը շատ ճոխ բաներ ասի, բայց ինքը իր ասածին չհավատա, այն ազդեցությունը չի ունենա, որովհետև իր կյանքը չի խոսում դա, իր նիստուկացը դա չի խոսում, իր նախասիրությունների մեջ չի երևում, որ հավատում է, որ կա հավիտենական կյանք և Քրիստոսի հետ պիտի հավերժ ապրի, իր ապրած կյանքի մեջ չի արտահայտվում դա, բայց այն մարդը, որ հավատում է և հավատքից դրդված խոսում է, կենդանի մի վկայություն է, Աստծո հոգին ազդում է այդ մարդու վկայության ժամանակ դիմացինի վրա, նաև այդ մարդու ապրած կյանքը խոսում է այն մասին, որ ինքը իսկապես հավատում է, որ կա հավիտենական կյանք, իր նախասիրությունները, քայլերը, այսինքն կյանքի մեջ շատ և շատ գործեր ու ծրագրեր կան, որ մարդը կազմում է, և շատ առաջնային հարցեր, որ մարդը կազմում է, այս մարդու մոտ ամենառաջնայինը Աստծու հետ լինել հավիտյան, սա է, և որևիցե մի հարց, որ կազմում է, ծրագրում է, իր համար սա է, որ հանկարծ այս երկրավոր գործունեություններս, որ ես ծրագրում եմ, ինձ Աստծուց չբաժանեն,
հավատում է նա։ Եվ այսպիսի մարդու վկայություն իրոք կենդանի ազդեցություն է թողնում լսողը ապաշխարում է։ Տեսեք, կյանքում կան կարևոր պահեր, որ երբ որ դու ունես այս կենդանի հավատը, նաև պիտի պահը նկատես եւ խոսես մարդու հետ ճիշտ ժամանակին, երբ որ Աստծո հոգին խոսել է տալիս։ Շատ անգամ այդ Աստծուն սիրող մարդը, երբ որ մարդկանց նկատմամբ անտարբեր չի, Աստծո հոգին իր սրտում, կարծես իր ներսում հասկացնի, այս պահն է որոշիչ պահը, որ դու հիմա պիտի խոսես։ Սա հպարտության արտահայտում չի, քո անձը ցույց տալու պահը չի, այլ խաչի գործը ներկայացնելու պահ է։ Եվ այդպիսի առաջնորդություններ բազում անգամ եղել է ինձանում։ Գնացել եմ միտեղ, որ ինքնահող էր եւ մյուս օրը ես չէի կարող մասնակցել։ Հաղման հեռու էր, ինձ համար դժվար էր։ Աստծո հոգին ինձ առաջնորդում էր, հիմա է խոսելու պահը։ Հոտես սովորություն չունեմ, ես ասենք իթանք ինքնահողին ինչ պիտի ինքնահող եմ ասում, կներեք։ Անեխիդա, առաջին օրը, դեռ որ թաղման արարողության օրը չի։ Եվ տան անդամներից մեկը հավատացյալ մարդ էր, ասեցի թույլ կտաք խոսել։ Ասեց այո, խնդրում եմ խոսել։ Եվ երբ որ խոսեցի, իսկապես այդ հասարակության համար շատ լուրջ նշանակության պահ էր դա։ Պատահական պահի չէր առաջնորդում Աստված խոսել։ Եվ ես իսկապես շնորհակալություն հայտնեցի Տիրոջի, որ ինձ հասկացրեց այդ պահը։ Եղել է պահ, որ ասենք մի հարբած մարդ մոտեցավ փողոցում ինձ, ասեց, ինձ ձայներն ասում են մի մոտեցի այդ մարդուն, մի մոտեցի, ես իրանց չլսելով եմ եկել, հասկացա, որ չար ոգին է խանգարում այս մարդուն, ասում եմ Հիսուսին հավատա, խնդրի Տերը ների քո հանցանքները, ապաշխարես, բայց չէր կարում լսեր, հարբած էր, գիտակցությունը սթափ չէր, խոսում էր, իմ խոսելու ժամանակ էլ էր խոսում, իրա հերթին էլ էր խոսում։ Եվ ասեցի Երանի Տեր հնարավորություն տաս այս մարդու հետ խոսելու, ողորմա Աստված, ասի խնդրում եմ մենակ հիշի Քրիստոսին, որ խաչվել է քեզ համար, մի քանի անգամ բարձր ձայնով խոսում եմ, որ այս մարդը գոնե լսի, որ նա խաչվել է մեզ համար, մեր մեղքերի պատիժն իր վրա է վերցրել, նա է մեզ կյանք պարգևողը, նրան հավատած կյանք ունենաս։ Մտածում էի դե էլի առիթ կլինի, աչքս գցած էր այդ օրերի ընթացքում, որ եթե հանդիպի թեկուզ փողոցում կլինի, որտեղ կլինի մոտենամ խոսամ այս մարդու հետ։ Մի քանի օր չանցած ավտովթարի տակ ընկավ, մահացավ այդ մարդը։ Բայց տանջվում է իմ մեջ, ոնց չկարողացա այդ մարդուն հանդիպել նորից, ով գիտի ինչ եղավ։ Բայց դե Աստված գիտի, գուցե այդ երկու խոսքն էլ Աստծո հոգին հիշեցներ իրեն այդ պահին, մի Աստված գիտի։ Դրա համար պահեր է գալիս, որ մարդը մտածում է արթուն լինեմ, ուշադիր լինեմ, որ Աստված ինձ գործածի, ես ուղղակի չեմ հավատացել ուղղակի նրա համար իմ անձը փրկելու, այլ իմ շրջապատը փրկության խոսքը լսելու, Քրիստոսի մասին լսելու կարիք ունի։ Երբ որ 5 տականյանի մի ժամանակաշրջանում Սամարիա քաղաքը շրջապատված էր աստորական բանակով, երկար ժամանակ չկարողացան քաղաքի ժողովուրդը դուրս ու ներս անել, սով առաջացավ, սոսկալի մի սով, Եղիսեի ժամանակներում էր դա, այդ դեպքը գրված է 4-րդ թագավորաց գրքում 7-րդ գլխում։ Սոսկալի սով, որ այնպիսի մի սով, որ մարդիկ, ասենք, երկու կանայք պայմանավորվում են, որ այսօր բեր քո երեխային ուտենք, մյուսօրն էլ իմ երեխային։ Պատկերացնում եք ինչ վիճակ։ Եվ երբ որ մեկի երեխային ուտում են, մյուսը թաքցնում է իր երեխային, սա էլ սկսում է գոռալ,
Բղավել թագավորը անցնում է այդ պահին այդ կողմով, որ լսում է ինչ են խոսում, ոնց որ հավասարակշռությունը կորցնում թագավորը, այս ինչ վիճակ է։ Սակայն 7-րդ գլխի սկզբում Աստծո մարգարեն հայտնում է, որ վաղը պետք է էժանություն լինի, այս սովից պիտի դուրս գան։ Եվ արագ կարդամ այդ հատվածը 1-9 համարը կկարդամ 7-րդ գլխից 4-րդ թագավորաց գրքի։ Եղիսեն ասեց. լսեցեք Տիրոջ խոսքը, այսպես է ասում Տերը. եկուց այս ժամանակ մեկ գրիվ շարմաղ ալյուրը մեկ սիկղ և 2 գրիվ գարին մեկ սիկղ կլինի Սամարիայի դռանը։ Պատասխանեց այն նախարարը, որի ձեռքին կռնում էր թագավորը։ Աստծո մարդուն ասեց. ահա եթե Տերը երկնքում պատուհաններ շինի, կլինի արդյոք այդ բանը։ Բայց նա ասեց, մարգարեն ասեց. ահա կտեսնես քո աչքերով, սակայն ինքդ նրանից չես ուտի։ Քաղաքի դռանը 4 բորոտ մարդ կար, և նրանք իրար ասեցին. մենք ինչ ենք այստեղ նստում, մինչև որ մեռնենք, եթե ասենք գնանք քաղաքը, սով կա քաղաքում և այնտեղ կմեռնենք, և եթե այստեղ մնանք, կմեռնենք, ուրեմն հիմա եկեք ընկնենք ասորիների բանակը։ Եթե մեզ ողջ թողեցին, կապրենք, բայց եթե մեզ մերցրին, կմեռնենք։ Միևնույն է, պիտի մեռնենք, ասում է։ Եվ մութ ժամանակին վեր կացան, որ գնան ասորիների բանակը, և եկան մինչև ասորիների բանակի ծայրը, և ահա այնտեղ մարդ չկար, որովհետև Տերը ասորիների բանակի մեջ կառքերի ձայն և ձիերի ձայն և մեծ զորքի ձայն էր լսել տվել, և իրար ասել էին. ահա Իսրայելի թագավորը քետացիների թագավորներին և Եգիպտացի թագավորներին վարձել է մեզ դեմ, որ գան մեզ վրա։ Նրանք կարծեցին սարսափելի մեծ բանակ կա իրենց դեմ, այսպես են կարծել։ Վեր կացան և փախան մութ ժամանակին և թողեցին իրենց վրանները, իրենց ձիերը և իրենց էշերը և բանակը, ինչպես որ էր, և փախան իրենց անձիքը փրկելու, բրծեցնելու համար։ Այն բորոտները եկան մինչև բանակի ծայրը և մտան մի վրանի մեջ և կերան ու խմեցին, արծաթ և ոսկի և հանդերձներ առան, գնացին և թաքցրին, և ետ դառան ու մտան ուրիշ մի վրանի մեջ և այնտեղից էլ վեր առան, ինչ որ իրենց պետք էր, և ասեցին. մենք այսպես չէինք անելու, այսօրը ավետիքի օր է, և մենք լռել ենք ու մնում ենք մինչև առավոտյան լույսը, այն ժամանակ մենք հանցավոր կգտնվենք, և արդ եկեք գնանք և հայտնենք թագավորի տանը։ Այս իրավիճակը հայտնենք, որ զորքը ունեցված հարստությունը թողել է և փախել է։ Այսօր ավետիքի օր է, եթե սպասենք մինչև լուսաբաց, մենք հանցանք կգործենք։ Իսկապես ճիշտ էին մտածում, թեև բորոտ էին, թեև ժողովրդի մեջ ազատ մտնելու իրավունք չունեին, բայց նենգ չէին։ Մտածում էին մեծ սով կա քաղաքում, որ այդ աստիճան սով, որ ժողովուրդը սովից լուրջ հանցանք է գործում արդեն։ Հանցավոր կլինենք, եթե սպասենք լուսաբաց, շտապենք գնանք քաղաքը, հայտնենք։ Եվ հայտնեցին իսկապես, և թագավորը նախ ստուգեց, մարդիկ ուղարկեց, տեսներ իսկապես դա այդպես է, թե ասորիները դարան են մտել, տեսան, որ չէ, դարան չեն մտել, ժողովուրդը դուրս եկավ, մեծ խմբով գնացին այդ հարստությունը բերելու, այդ նախարարն էլ տեսավ, որ իսկապես ճիշտ էր մարգարեի խոսքը, բայց ոնց եղավ, այդ ժողովրդի սենց հոսքի տակ ընկավ, ոտների տակ ընկավ, մեռավ։ Տեսավ, լսեց, բայց չկերավ։ Անդրադառնանք մեր մտքին։ Այս բորոտները հոգատար էին, մարդասեր մարդիկ էին, թեկուզ առողջական չունեին, բորոտ էին, ազատ մուտք ու ելք ժողովրդի մեջ, առողջ ժողովրդի մեջ անելու հնարավորություն չունեին, բայց մարդասեր լինելու պատճառով, այդ բարի միտքը ունենալու պատճառով, ասում է, չուշացնենք, այսօր բարի լուրը տալու օր է,
Սովից դուրս գալը այսօրվա այս ժողովրդի ավետիքն է։ Եվ գնացին դա արեցին։ Սա իրականում նաև օրինակ է մեզ համար։ Եթե մարդիկ հավատան Քրիստոսին այսօրերին թեկուս, ապաշխարած են, դառնան Քրիստոսին եւ ապրեն Քրիստոսով, սովից մեռնեն, միևնույն է հավիտենական կյանք ունեն։ Այսինքն հավիտենական կյանք ունենալու ճանապարհը ցույց տալն ավելի կարևոր էր, քան հաց ու ջուր տալը մարդու։ Դա էլ է բարի գնահատվող Աստծո առաջին, սակայն ավելի մեծ գանձ է տալիս մարդուն, որ մարդը կյանք ունենա, հավիտենական կյանք ունենա, ինչպես խաչի վրայի ավազակը, նրա հոգսը փրկությունն էր, ոչ թե խաչից փրկվելը։ Եվ իսկապես Տիրոջ վկայությունով հայտնի է լինում, որ արժանացավ այդ մեծ ողորմությանը։ Շատ անգամ մարդիկ վկայում են Քրիստոսի մասին, կարևոր այդ հարցի մասին, բայց չես հասկանում ինչու թերի տեսնեն, կամ մարդը ինքն էլ չի հավատում, որ Քրիստոսին հավատալով արդեն ունի հավիտենական կյանք։ Այսպես է ասում Հովհաննես առաքյալը նամակում. «Սա գրում եմ ձեզ, Հիսուս Քրիստոսյան հավատացողներիդ, որ իմանաք ունեք հավիտենական կյանք»։ Եվ տեսեք, հենց այդ նամակի առաջին գլխում ինչ է պատմում Հովհաննեսը։ Այն, որ սկզբիցն էր, որ լսեցինք եւ մեր աչքերով տեսանք, որին նայեցինք եւ մեր ձեռքերը շոշափեցին կյանքի բանի համար, եւ կյանքը հայտնվեցավ, եւ մենք տեսանք եւ վկայում ենք եւ պատմում ենք ձեզ հավիտենական կյանքը, որ հոր մոտ էր եւ երևեցավ մեզ։ Այն, որ տեսանք եւ լսեցինք, պատմում ենք ձեզ, որ դուք էլ հաղորդություն ունենաք մեզ հետ եւ մեր հաղորդությունը Հոր հետ եւ նրա որդի Հիսուս Քրիստոսի հետ։ Եվ սա գրում եմ ձեզ, որ ձեր ուրախությունը կատարյալ լինի։ Ինչ է պատմում։ Մենք մեր աչքով տեսանք, գիտեք, Հովհաննես առաքյալը Հիսուս Քրիստոսին տեսավ։ Խոսքը Քրիստոսի մասին էր։ Նա էր կյանքը, կյանքի բանի համար։ Մենք տեսանք նրանից լսեցինք, մեր ձեռքերը նրան շոշափեց, մենք պատմում ենք նրա մասին եւ հավատում այս վկայությամբ, որ մենք էլ ունենք հավիտենական կյանք։ Եվ դուք էլ, ովքերդ որ ընդունեք Քրիստոսին, մեզ հետ հաղորդ լինելով, մեզ հետ Քրիստոսի հետ կյանքի մեջ եք մտնելու։ Եվ այս վկայությունը, Քրիստոսի մասին այս վկայությունը ընդունողը կատարյալ ուրախություն կունենա։ Շատ մարդիկ մտածում են, այ որ առաջին դարում լինեինք, ավելի ուժեղ հավատացող կլինեինք։ Հովհաննեսն ասում է, այն վկայությունը, որ մենք պատմում ենք, այդ վկայությունը, որ դուք ընդունում եք, կատարյալ ուրախության հիմք է այդ վկայությունը։ Պակաս ուրախություն չեք ունենալու, այն որ մենք ունենք։ Պակաս չի լինելու։ Մենք էլ մեր կյանքում, որպես Քրիստոսի հետ հաղորդ մարդիկ, փաստացի ինչքան Տիրոջ ձեռքի գործերը տեսանք մեր կյանքում ամեն մեկը։ Երբ որ ասում ես ինչ ունես պատմելու Աստծո մասին, Քրիստոսի մասին, նրա օգնությունը, նրա շները, խրատները, մարդիկ այնպիսի դեպքեր են հիշում ու պատմում, որ ժամանակը չի երիքում, որ վերջացնի։ Սրանք խոսում են նրա մասին, որ դու կենդանի հաղորդակցություն ես ունեցել Քրիստոսի հետ։ Աստված Քրիստոսը քեզ հետ է, նա հարություն առած քեզ հետ է։ Այս քո ճաշակածը, հասկացածը, խոսքի իրականանալը, խոստումների պատասխանները ստանալը խոսում է Քրիստոսի քեզ հետ լինելու մասին, նրա հարություն առած լինելու մասին։ Ուշադրություն եք դարձնում։ Եվ Հովհաննեսի նման էլ մենք պետք է մտածենք, կարևոր հարցերը պատմենք։ Շատ անգամ մարդիկ, երբ որ հանդիպում են, ասենք, մարդկանց հետ ուզում ենք վկայել, խոսել Քրիստոսի մասին, այլ թեմաներից այնքան են խոսում, որ մոռանում են իրենց գլխավոր թեման, նպատակը։ Ինչի մասին էր պետք խոսել, խաչի գործը մոռացվում է իրենց խոսակցությունների մեջ, բայց կարևոր թեման դա էր։ Մարդը, որպեսի երկինք մտնել, Քրիստոսի մասին պիտի խոսեիր։
նրա չարչարանքների մասին, չարչարանքների նպատակի մասին, նրա հարության մասին, նաև որ նա այսօր հաղորդ է իրեն հավատացողների հետ։ Այդ թեմաները, կարևոր թեմաները խոսես, որ մարդը ինքն էլ Քրիստոսի հետ հաղորդակցություն ունենա, հավատքով կարողանա աղոթել, խնդրել իր մեղքերի թողությունը, Քրիստոսից օգնություն, առաջնորդություն խնդրել, չարի արձակումներից ազատման աղոթքները վստահությամբ անել, որ Տերը հաղթող է, հարություն առած, զորաստված, իրեն առաջ փրկի չարից, չար մտքերից, չար խորհուրդներից։ Աստված ձեզ օրհնի, ժողովուրդ ջան։ Տերը ձեզ պահապան։ Ամփոփ ասեմ, ամեն ժամանակ չի, որ մարդու ընդունելու պահն է, բայց երբ որ տեսնում եք այդպիսի դրվագներ, այդպիսի պահեր, որ դու կարող ես Քրիստոսի խաչի գործը խոսել, արթուն եղիր, որ այդ վկայության պահը գործածես, որ հետո չփոշմանես, որ պահը կորցրեցի։ Տերը ձեզ օրհնի։ Ամեն առավոտ, որ արթնանում եմ, խնդրում եմ Տերը ինձ օրհնի, միտք տա, առաջնորդի, որ անարատ լինեմ, անիրավության մեջ չընկնեմ։ Նաև խնդրում եմ Տեր հասկացողություն տուր, որ ես մարդկանց հետ վարվեմ այնպես, ինչպես դու ես ուզում։ Խոսելու պահ կարողանամ նկատել, հասկանալ, ինձ օգնիր, ինձ առաջնորդիր։ Տերը ձեզ օրհնի։ Դուք նաև շատ կարևոր նշանակություն ունեք ձեր ընտանիքների համար։ Շատ կարևոր։ Եթե մարդը իր տան համար այս սրտացավությունը չունի, չի անում, նշանակում է դեռ ինքը լուրջ չի տեսնում փրկության կարևորությունը։ Քրիստոսի խաչի գործի կատարած այդ որ հավատացել է, հասկացել է այդ հաղթության կարևորությունը չի հասկանում։ Թե չէ որ հասկանար կպատմեր, կփոխանցեր, այդ մասին լրջորեն կխոսեր, կաշխատեր։ Ասում են մարդիկ, ես հավատում եմ Աստծուն, բայց տեսնում ես այդ գործը հավատքի չկա։ Տերը օրհնի ձեզ, որ արթուն եղեք, հիմա էլ կաղոթենք, Տերը ողորմած մեզ օրհնի։ Իրականում տեղին է, որ ասենք, Տեր, որքան անգամ մեզ առիթ ես տվել վկայելու քո մասին ու բաց ենք թողել այդ առիթը ների մեզ։ Կարևոր պահ էր։ Ես Աստծո, ասենց ասած, Աստծուն ծառայելու մի կարևոր պահ բաց եմ թողել, ինձ ների Տեր։ Եվ արթուն ունենք, օրհնի մեզ, որ ես ծառայեմ քեզ, ամոթ չհամարեմ Քրիստոսի ավետարանը, փառավոր ավետարանը, որ մարդուն կյանք է տալիս, բարի լուրը Քրիստոսի մասին ավետարանը։ Տերը օրհնի, աղոթք անենք։